Հայաստանի Հանրապետության հասարակությունը բավականին խորքային պատկերացումներ ունի, թե ապագա 5 տարում ով պետք է ղեկավարի Հայաստանը։ Եվ ես կարծում եմ շատ բարձր հնարավորություններ, շանսեր ունի քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ սա ոչ թե ուղղակի ասում եմ որպես քաղաքական, այլ ես ասում եմ այն պատճառով, որտեղ ես գիտեմ որոշակի ինստիտուտների, մասնագիտական ինստիտուտների հարցումների, ուսումնասիրությունների արդյունքում։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը արտահայտությունից հայտարարեց, որ չի կարծում այնքան շունուշանգյալ կա այս երկրում։ Նայեք, այ ապրեք, այս հարցը բարձրացրեցիք։ Լսեք, դա դուք բոլորդ գրագետ մարդ եք, լրագրող եք, ես օրինակ տեխնիկական կրթություն ունեմ, դուք հումանիտար, ինձանից ավելի անգամներ լավ գիտեք հայոց լեզուն, հայոց գրականությունը։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասեց, որ նրանք ովքեր որ ձերբակալվել են կաշառքի համար, այդ ձայնագրության մեջ այդ բառերն ա եղել։ Նիկոլ Փաշինյանն էլ ասեց, այդ իրանց ասած այդ բառերով, այդ գնահատականով մարդկանց Հայաստանում այդքան այդպիսի մարդ չկա, որպեսզի իրենց ձայն տա։ Ինչ եք դուք Նիկոլ Փաշինյանի վրա բարդում օրինակ այդ չէ, բայց ինքը ինչ ասե։ Ինքը ազգային ժողովում ասել է, ես ընդեղ նստած եմ եղել։ Մի հատ նորից ձայնագրությունը դրեք, լսեք։ Ինքը ինչի համար է դա ասել։ Ասել է նրա համար ներողություն։ Չէ, բայց ինքը այդ բառը օգտագործել է նրա համար, ասել է, որ այդպիսիները չկան, որ նրան ձայն տան։ Ինքը ինչ բան ասել մեր ժողովրդի մասին։ Այսինքն, եթե իրենց ձայն է տալիս, ասում են, որ շունուշանգյալ։ Ոչ, որտեղ նրանք են ասել շունուշանգյալներին ես եմ տալի, են եմ տալի։ Չէ, գումարով ձայն տվողների մասին է խոսքը եղել, ու դուք այդ ձայնագրությունը լսել եք։ Հիմա Փաշինյանից ինչ եք ուզում։ Մարդ ուզում ասի, երկրում չկան շատ մարդիկ, որոնք որ գումար կվերցնեն ու ձայն կտան։ Խոսքը դրա մասին է եղել։ Շատ թիմագիծները լախր հայոյում են քաղաքացիներին, նրանց ովքեր չեն կիսում իրենց տեսակետները։ Որտեղ կա այդպիսի բան ասեք, ես օրինակ շատ Սարիկ Մինասյանի հայոյանքները չեն։ Ես չեմ լսել, չէ։ Այդի չեմ լսել, դե հիմա ես ապրի, որ գոնե ներողություն ա խնդրել, հա։ Օրինակ այս անգամ չեք պատրաստվում։ Կարող ենք էլի կներեք, չի լուն։ Հաճելի է, բայց խանգարում է, հիմա ես ասելու բան է, ես ինչ ժողովուրդ եք, ասնեմ ձեզ է խանգարում, ինձ է։ Պատգամավոր ինչի չեք ուզում հաջորդ տարի։ Մոնտաժնիկները ավելի շատ են տանջվելու։ Բարև։ Ինչ չեք ցանկանում ձեր պատգամավորական գործունեությունը շարունակել։ Ես այդ հարցին պատասխանել եմ, դուք գիտեք, որ ես պատասխանել եմ, չէ՞ որ չեմ ուզում շարունակեմ։ Հետո երիտասարդներին է պետք ճանապարհ տալ, օրինակ իմ փոխարեն թող մի երիտասարդ գնա, սկսի փորձ ձեռք բերել, եւ ոնց որ ես 90-ականներին եմ գնացել փորձ ձեռք բերել։ Ինչպես չի վարվում։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդպես է վարվում, ինչ է։ Նիկոլ Փաշինյանը երիտասարդ է։ Գիտեք ինչ կա, բայց ինչի գնա, այսքան գործ արել մարդը։ Բայց ես համարում եմ, որ պատգամավոր լինելը իմ պարագայում, իմ գիտելիքների, իմ հնարավորությունների, իմ տարիքի համար տեղին չի ես պային։ Այն ժամանակ դժվար էր 21 թվականին ես համաձայնվեցի գնացի, բայց հիմա չեմ կարծում, որ ես պետք է գնամ ազգային ժողովում նստեմ կամ ես այդ ժամանակը պետք է օգտագործեմ։ Երիտասարդներ կան խելացի կրթություն ստացած, արդեն փորձ ձեռք բերած։ Իսկ ես ավելի շատ ուսումնասիրեմ ավելի խորքային խնդիրներ։ Հետո սկսել է արդեն AI-ի դարը սկսել, չէ՞, մի քիչ էլ դրա անցով զբաղվեն։ Այդ ոլորտը ես միշտ էլ ուսումնասիրում եմ, եթե հարցեր ունեք կարող եմ պատասխանել, այնց որ եւ լավ գիտակցում եմ, պատկերացնում եմ զարգացման տեմպերն եմ պատկերացնում, բարև ձեզ տղեկ ջան, տեմպերն եմ պատկերացնում, ֆինանսական ներդրումներն եմ պատկերացնում, Հայաստանի Հանրապետությունն եմ պատկերացնում ապագայում, եթե ուզում եք ես ձեզ ասեմ, ապագայում 3 կարևոր խնդիր կա պետությունների համար, առաջինը դա ռեսուրսներին ինչքան են մոտ, երկրորդը լոգիստիկա ունեն թե չունեն, իրանք կարևոր են թե չէ որպես երկիր, երրորդը ինչ աստիճան են թույլ տալու որպեսզի տեխնոլոգիաներին ժամանակակից, այսօրեական տեխնոլոգիաներին մոտ լինեն կամ ունենան։ Հայաստանի Հանրապետությունը եթե երրորդից գանք,
կլինի աշխարհի լավագույններից մեկը, առնվազն 5-10 պետությունների շարքում կլինի առաջի այս մի քանի տարին, հետո ապագայում նորից պետք է մենք խորացնենք դա, որտեղ ուրիշներն էլ են զարգանալու, մենք պետք է միշտ զարգանանք, միշտ խոշորացնենք, միշտ այդ ամեն ինչի մեջ լինենք։ Դրա պոտենցիալը ունենք, լավ գիտեք, որ դրանք սկսել են 90-ականների վերջից IT-ի մասով։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանի համառն լինելով ունենք արդեն լոգիստիկ բավականին պայմանագրեր, որոնք որ ապագայում սկսի աշխատել, Հայաստանը կկարևորվի եւ Հայաստանի Հանրապետության տարածքով հնարավոր է հարյուրավոր միլիարդների ապրանք տեղափոխվի։ Առաջինն էլ հումքայինով կարող եմ ասել տենց միջին մակարդակի հնարավորություններ ունենք։ Ուղղակի ես չգիտեմ այլընտրանքային էներգետիկան ինչ աստիճանի կզարգանա եւ ինչ աստիճանի նավթի եւ գազի գները ինչ աստիճանի կլինի, արդյոք նոր տեխնոլոգիաները ավելի արագ կփոխարինեն, թե չէ։ Եթե այդպես վերցնենք, մենք չունենք նավթ եւ գազ, բայց ունենք պղնձամոլիբդենային եւ մնացած այդ հանքահունքային պոտենցիալը, Հայաստանը ֆանտաստիկ լավ հնարավորություններ ունի ապագայում դիրքեր ունենալու եւ իր չափով, իր ժողովրդի քանակով։ Հետևում եք Նիկոլ Փաշինյանի եթերներին, մասնավորապես կառավարության ծրագիրն է ներկայացնում եւ եկեղեցու հետ կապված այդ հայտարարությունը եւ ծրագրի այդ կետը, ձեզ համար նայեք, խնդիրը ինչումն է։ Եկեղեցին չի կարող պետությունից անջատ լինել։ Սա միանշանակ ամբողջ աշխարհում, դա բացառված բան է։ Չի կարա մի պետության մեջ պետություն լինի։ Դա անհնար է։ Պետությունը իր սահմանադրությամբ դա այլ ինստիտուտ է։ Եկեղեցին այլ ինստիտուտ է։ Եկեղեցին պետք է իր քարոզով զբաղվի, իր հոտով զբաղվի, բայց ինքը պետք է իր գլուխը չմտցնի պետական գործերի մեջ։ Սա մեկ, երկրորդը։ Ինչ է նշանակում, որ եկեղեցին հարկեր չի վճարում, թող հարկերը վճարի, այդ վիճակագրությունը գրանցվի, դրանից հետո ինչքան պետք է թող պետական բյուջեից օգնեն, ոնց որ անում են մնացած ինստիտուտին։ Դա չի կարա մի երկրում շրջանառություն լինի եւ դա չգրանցվի։ Դա անհնար բան է։ Կոնկրետ դուք դեմ եք վեհապարին եւ դուք կիսում եք այդ օրակարգ, որ վեհապարը պետք է հեռանա, վեհապարին ես ճանաչում եմ 30 տարուց ավել, դեռ երբ որ վեհապար չէր, ես իրան չեմ վստահում, ինքս էլ չեմ վստահում ու իր այս գործողությունները ես շատ վատ եմ նայում իր գործողություններին, իր պահվածքին ու իր մտածելակերպին, ինչպիսին պետք է լինի այս պետությունը։ Եվ ոչ միայն իր նմանները շատերը կան։ Դա մեր եկեղեցին է, եկեղեցուն ոչ մեկ չի կպտում։ Մենք խոսում ենք անձերի մասին։ Ու թող իրենց չափը ճանաչեն։ Չի կարող, բացառված է։ Սա պետություն է։ Պարոն Սուքիասյան, միջոցառումը մեկնարկեց Ամիրյան փողոցում, կարծես թե նույն ձևաչափով ինչ-որ 2018-ին էր։ Եթե հաշվի առնենք նաև, որ այսօր վարչապետը նույն ոճով շնորհավորեց քաղաքացիներին դուխով, գլխարկով, ծանոթ երաժշտությամբ, սա ինչ նպատակով էր արվում, այդ էֆորիկ հիշողությունը արթնացնելու համար, թե այլ նպատակ ուներ։ Ես կարծում եմ, ինչ վատ է, որ վարչապետը Վատ չի, կարծիքն եմ։ Դե չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը բավականին այդ կարգի էմոցիաներ ունի, որը որ այսօր այս ձևով ինձ ձևով որ կատարվում է։ Այսօր եւ վարչապետն էլ այդ նույն էմոցիայի մաս է կազմում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Պարզապես կարծիքն է դիչում, որ ռեյտինգը նվազել է եւ հիմա փորձ է անում այդ մի բան ասեմ, այս ապրեք դուք շատ լավ բան ասեցիք, հիմա ուզում դրա մասին խոսամ։ Ձեզ դուր է գալիս, երբ որ մարդն ասում է դիեզերք կհայտնվեմ 2 օրում։ Դիեզերք հայտնվելու համար միջոցներ ա պետք, տեխնիկական միջոցներ ա պետք, դիեզերք հայտնվելու համար դիեզերագնաց ա պետք։ Հիմա դուք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական, այսպես ասած, պայքարի ժամանակահատված է սկսել, որտեղ ազգային ժողով պետք է ձևավորվի, ով ինչ ասեք խոսում է։ Հիմա դուք էլ որպես լրագրող ես կարծում եմ, ես օրինակ կարծում եմ եվրոպական լրատվական գործակալություններին միշտ հարցական է լինում։ Արդյոք այսպես է, արդյոք այնպես է, արդյոք այսպես ասեց, արդյոք նա սա նկատի ուներ։ Բայց մեր հայ կներեք, էլի ես ամենայն հարգանքով, մեր հայ լրագրողները այդ հարցականով չեն դիմում, արդեն ոնց որ հաստը կատարված են դիմում, որը անընդունելի է։ Վերցրեք
ներողություն, ես վերջացնեմ տվեք, հա։ Հա, դուք էլի ազգային ժողովի մեթոդով, հա, թողեք վերջացնել։ Հա, ինձ հասկացաք ինչ եմ ասում։ Հիմա ոնց կարելի է, այդպես ով ինչ ասեք խոսում է։ Ես էլ ձեզ ասում եմ, վերջի 2 ամսում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բարձրացել է, վարկանիշը բարձրացել է։ Ես շատ տվյալների եմ տիրապետում, վիճակագրության եմ տիրապետում, սոցիոլոգիական շատ հարցումներ կան, որոնք որ մի քանի տիպի հարցումներ կան եվրոպական, կան ամերիկյան, կան Հայաստանում տրանսֆորմացված հայկական գիտակցության հարցումներ, որոնք որ բավականին մեզ օգնում են։